Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնի հիմնական թողարկումն է, օրվա թեմաներն են։ Բանակցությունների ավարտից 2 շաբաթ անց Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետը։ Պետք է շարունակենք աշխատել, բանակցել։ Ադրբեջանը պայմաններ է առաջ քաշում։ Մամուլի հրապարակումներից հետո Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ սահմանին կրակոցներ են, պնդելով սակայն, որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Սյունիքի մարզ, դեղ համայնքի խնածախ և խոզնավար գյուղերում 5 գիշեր է անընդհատ կրակոցներ։ Արդյոք Երևանը փորձում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, վերջին մեկ շաբաթում 2 անգամ զրուցել են Լավրովն ու Միրզոյանը։ 3 ամբողջ օրը բանակցելով Ռուսաստանի պատվիրակության հետ ամերիկյան կողմն այսօր հանդիպում է անցկացնում ուկրաինացիների հետ, խոստանալով առաջընթաց։ Չնայած ոստիկանական կոշտ ուժին բողոքի ցույցերը Թուրքիայում չեն մարում։ Երևանում բողոքի ակցիաներ են, ծառահատումների հետևանքով Թումանյան փողոցը մերկացել է։ I'm the last apple tree in the street. Մամուլի հրապարակումներից հետո միայն Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ սահմանի երկայնքով կրակոցներ են հնչում, միաժամանակ սակայն պնդելով, թե դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Սահմանամերձ 2 գյուղերի բնակիչները հաստատում են, որ մի քանի օր է գիշերը կրակոցներ են լսվում։ Վերջին օրերին Ադրբեջանն էր Հայաստանին մեղադրում սահմանային կրակոցների համար։ Վարչապետ Փաշինյանն ասել է, որ բանակին հրահանգել է հրադադարը չխախտել։ Սյունիքի մարզ, դեղ համայնքի խնածախ և խոզնավար գյուղերում 5 գիշեր է անընդհատ կրակոցներ։ Ժամը 10:20-ին սկսում են, մինչև առավոտվա 5:30։ Ժողովուրդը խուճապի մեջ են։ Գյուղի վրայով կարմիր հետ փամփուշտներն են անցնում, ժողովուրդը վախեցած վիճակում են։ Գյուղի ուղղությամբ է կրակոցները, ինչ որ տներ, օդ են կրակում։ Տներին չէ, երևի սարերին վախեցնելու համար, միգուցե նաև մի օր էլ տներին, որպեսզի մարդիկ թողնեն դուրս գան երևի գյուղից, գիշերը արդեն սարսափի մեջ է։ Ու տարբեր տեսակի կրկաներով, զենքերով են կրակում, բարձր ձայներ, բարձր դմբոցներ, ավտոմատիկ կրակոցներ, չգիտեք։ Վերջին անգամ երբ էր, նման իրավիճակ եղել, երբ ադրբեջանական, չէ, նկատի ունեմ ոչ թե վերջին օրերին, այլ 1 տարի, 2 տարի, երբ եք հիշում, երբ է եղել նման իրավիճակ գյուղում։ Ընթացքում լինում, ընթացքում կրակոցներ լինում է, բայց դե գյուղի բնակչությանը չեն վնասել այսքան տարի, ուղղակի կրակում են դեպի սարերի կողմ, օդով, չգիտեմ։ Ամեն դեպքում շատ վտանգավոր է, Սյունիքի տարածքում ամենավտանգավոր գյուղն է, որ պոստը նայում է դեպի գյուղ, դպրոց անմիջապես, մոտ է դպրոցին։ 5 գիշերը անընդհատ կրակոցներ, կշարունակվի այսօր թե չէ։ Ժամը գիշերը 10-ին են կրակում, 2-ին, 1 էլ 4-ին։ Վերջին օրերին, Ռոման։ Այսօր էլ, երեկ էլ, մյուս օրն է, հեսա մի 3 օր է։ 3 դաշտում վարանելու, դաշտային գործեր, էլ ես վարենք օրանը, այդտեղ է վարանելուց ես անձամբ ես մեր վրա էլ ենք։ Անգամ գյուղացիների ուղղությամբ կրակոցները։ Ահա որ վիճակ ասեն, թե ինչ պիտի ինի գիտեմ չէ։ Ինտենսիվ է։ Բասենք ժամը 10-ին մի 10 րոպե կրակեն, մեկ է ժամը 2-ին մի 10 րոպե կրակեն, ժամը գիշերվա 4-ին։ Ռոման ջան, ասացիք, որ գյուղացիների ուղղությամբ էլ են կրակում, գյուղատնտեսական աշխատանքները դրա համար դադարեցվել են, թե չէ։ Անձամբ իմ մասին է խոսքը, ես դաշտում գյուղատնտեսական գործեր անելուց 2 անգամ կրակել են մեր վրա։ Դադարեցրել եք աշխատանքները դրա պատճառով։ Աշխատանքները չենք մի ժամով, 2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել ենք, էլի նոր մարդ ենք դրել կողը, ընդ որ ես աշխատել եմ կողից մեկը ուշադիր մնացել, էլի որ էլի կրակեն։ Իսկ տեղեկություն ունեք, մենակ տեղում է, թե հարևան գյուղերում էլ նման ակտիվություն կա։ Մենակ
Երևանում է Իրանի արտգործնախարարը հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը նաև խաղաղության պայմանագրին է անդրադարձ եղել։ Երկու շաբաթ է անցել բանակցությունների ավարտից, Երևանը դեռ սպասում է Բաքվի պատասխանին սկսելու խորհրդակցություններ ստորագրման տեղի ու ժամի շուրջ։ Ադրբեջանից մինչդեռ նախապայմաններ են դնում փոխել սահմանադրությունն ու լուծարել Մինսկի խումբը։ Իրանը տարածաշրջանում էսկալացիայի վտանգ է տեսնում։ Արտգործնախարարի պաշտոնում առաջին անգամ Երևան ժամանած Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Մի քանի անգամ կրկնեց Թեհրանի արդեն տարիներ շարունակ հնչող տեսակետը։ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը եւ դեմ է ցանկացած միջազգային սահմանի փոփոխության։ Խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում երկխոսությամբ, առանց ուժի կիրառման։ Armenistan ve Azerbaycan himayet mikone. Գտնում ենք, որ Կովկասի խաղաղության եւ կայունության համար այդ համաձայնությունը շատ կարեւոր է։ Այդ հարցը շատ կարեւոր է նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար եւ հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն եւ համաձայնագիրը կստորագրվի։ Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի եւ մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն եւ մենք ականատես կլինենք կայունությանը, որը բխում է բոլորի շահերից։ Սյունիքով Միչանցքի գաղափարից Ադրբեջանը չի հրաժարվում։ Հայաստանի իշխանության առաջարկած ապաշրջափակման տարբերակն ամիսներով անպատասխան է թողնում։ Հարցին ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով հարցը լուծել, իրանցի պաշտոնյան պատասխանեց՝ դրան դեմ են։ Կարծում է Հայաստանի իշխանության առաջարկած խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի Հայաստանի ու Իրանի հարաբերությունների զարգացման համար։ Մենք գտնում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով եւ դեմ ենք տարաձայնությունները լուծելու համար ցանկացած ռազմական քայլի։ Հաղորդակցությունների եւ տրանզիտային ուղիների բացումը ընդունելի է, բայց դրանք պետք է լինեն երկրների ինքնիշխանության ներքո, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը եւ ազգային օրենքները։ Իրանը միանգամայն կողմ է, որ տարածաշրջանի երկրները օգտագործեն հաղորդակցության եւ տրանզիտային ուղիները, բայց ինչպես նշեցի, միջազգայինորեն ճանաչված սահմանների հարգման եւ երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում։ Բացի սրանից որևէ այլ ուղի ընդունելի չէ։ Ինչպես եւ Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անկախտելությունը ունի կենսական նշանակություն։ Հայաստանի արտգործնախարարն ասաց այս պահին չկա ըմբռնում, որտեղ եւ երբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարած Բաքուն անմիջապես էլ պայմաններ դրեց դրա ստորագրման համար։ Ինչպես ձևակերպեցին, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի սահմանադրության փոփոխություն, տարիներով Ղարաբաղյան խնդրով զբաղված Մինսկի խմբի լուծարում։ Վերջինին Երևանը դեմ չէ։ Իշխանությունը եւ պնդում է սահմանադրության փոփոխությունը ներքին հարց է, Բաքվի պահանջը չի կատարում եւ հայտարարում է, որ նոր սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը։ Արարատ Միրզոյանը այսօր կրկնեց, Երևանը պատրաստ է հնարավորինս արագ դնել իր ստորագրությունը պայմանագրի տակ։ Հայտարարություն, որ հայկական կողմը անցած 12 օրերին բազմիցս է արել։ Բաքվից սակայն լուռ են, զուգահեռ Հայաստանին մեղադրում էին իր դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Երևանը այս պնդումները կեղծ է որակել։ Ադրբեջանի հետ եղել են արդեն խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասով։ Կա համաձայնություն, երբ կստորագրվի, թե Բաքուն չի հրաժարվում նախապայմաններից եւ այդ դեպքում ինչ է անելու Երևանը, ազատությունը հարցրեց Միրզոյանի։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Իրավացիորեն նշեցիք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ եւ դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում, պատկերացնում մինչև զուգահեռ կամ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից, ինչ պետք է անենք հարցնենք, պետք է շարունակենք աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա։ Իրանի արտգործնախարարն այսօր հայտարարեց, որ Թեհրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ նախագահի նամակին, բայց պատասխանը պատրաստման փուլում է եւ կուղարկվի։ Այս ամիս Դոնալդ Թրամփը Թեհրանին 2 ամիս տվեց որոշելու նոր բանակցությունների մեջ կմտնի, թե կբախվի ավելի խիստ պատժամիջոցների։ Ազատությունը հետաքրքրվեց, Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել։
Ամերիկայի հետ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք ճնշումների ու ռազմական սպառնալիքների, տնտեսական պատժամիջոցների խստացման պայմաններում Ամերիկայի հետ չենք ունենա ուղիղ բանակցություն, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ թափանցիկություն ստեղծելու համար բանակցել։ Հենց հիմա էլ մենք եվրոպական 3 եւ շահագրգիռ մյուս երկրների հետ ունենք բանակցություններ, եւ ընդհանուր առմամբ մեր միջուկային ծրագրի հարցով մենք երբեք չենք լքել եւ չենք լքի բանակցությունների սեղանը։ Երևանում այսօր նաև տեղի ունեցավ Իրանի արտգործնախարարի բանակցության ուժը գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որի նախաբանը պարզվեց գրել է Արարատ Միրզոյանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները մեկ շաբաթում արդեն երկրորդ հեռախոսազրույցն են ունենում, վարչապետ Փաշինյանն էլ մասնակցելու է մայիսի 9-ի մոսկովյան շքերթին։ Արդյոք սառույցը հալվում է, հնարավոր է Երևանը նաեւ հապկում սառեցված անդամակցությունը վերականգնի։ Միաժամանակ վարչապետն օրերս կրկին դժգոհեց ռուսական միջնորդությունից Լեռնային Ղարաբաղում։ Երևանը չի քննարկում հապկում համագործակցությունը վերականգնելու հարցը։ Ազգային ժողովի նախագահը չի կարծում, թե ռազմաքաղաքական այդ դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցրած Հայաստանը որոշումը կվերանայի։ Հապկը պետք է մի հատ վերանայի, Իրան հասկանա ինքը գոյություն ունի, թե գոյություն չունի, եւ հայտարարի, եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի եւ ինչ չի արել եւ ինչ է արձանագրում։ Ռազմաքաղաքական այդ դաշինքի անդամ Հայաստանում համարում են, որ հապկը ոչ միայն ձախողել է անվտանգային պարտավորությունները, այլ նաեւ սպառնալիք է երկրի անվտանգությանը։ Вы поставили перед нами два вопроса. 2022-ի ադրբեջանական հարձակումից հետո հայկական կողմը կառույցից ոչ միայն ռազմական աջակցություն չստացավ, այլ նաեւ Բաքվի գործողություններին մինչ օրս չի տրվել քաղաքական գնահատական։ Вы что, не знаете нашу позицию? Ալեն Սիմոնյանն այսօր հերքեց մամուլի պնդումները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր գերատեսչություններին վերականգնել ռուս գործընկերների հետ կապերը։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Խորհրդարանական ընդդիմության տպավորությամբ, սակայն վարչապետ Փաշինյանն ու թիմակիցները փորձում են Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունները վերականգնել։ Դա անընդհատ չենք կարողանալ ինչ-որ լարվածության մասին խոսել եւ լարվածություն պահել։ Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան, կա մեր կողմից հարցադրում, այսինքն ըստ իրավիճակի է։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանի կարծիքով Միացյալ Նահանգների վարչակազմի փոփոխությունից հետո իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական հովանավորների փնտրտուքի մեջ է։ Ակնհայտ է վերջին 10-15 օրերի անգամ քաղաքական լրահոսից ակնհայտ է, որ շփումները ավելի ինտենսիվացել են։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո վարչապետ Փաշինյանը զանգահարեց Ռուսաստանի նախագահին, որպեսզի Պուտինին պատմի Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտի մասին։ Երկու երկրների ղեկավարների զրույցից մեկ շաբաթ էլ չանցած Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ անցկացրին։ 3 օրում երկու հեռախոսազրույց էլ ունեցան արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը։ Պատգամավոր Ագնես Ախամոյանը նաև այս ակտիվ շփումները հաշվի առնելով է պնդում։ Հայաստանի իշխանությունը փորձում է մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունը։ Անակնկալ չի, զարմանալ պետք չի, մայիսի 9-ին նաև Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, ակնհայտ է, որ հիմա պետքա գնան եւ մեղանչողի հայացքով հավանաբար նաև ակնարկելով, համոզելով, որ ռուս գործընկերները սխալ են իրենց հասկացել, բոլոր այդ հայտարարությունները այլ կերպ են մեկնաբանվել եւ իրենք ուզում են շատ ջերմացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Ազգային ժողովի նախագահն այսօր շեշտեց, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա հարցերին դեռ պատասխաններ չեն տրվել։ Խնդիրներից խոսել են նախկինում, այժմ էլ կշարունակեն խոսել, նշեց Ալեն Սիմոնյանը։ Իսկ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին պնդումները ասաց իրականությանը չեն համապատասխանում։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ որ իրեն խափում են, գցում են, դա արձանագրում է եւ բարձր ասում է, երբ որ մի բանի հետ համաձայն չի,
դրա մասին ասում է, երբ որ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Եվ դա չի նշանակում մենք երբևիցե չենք հայտարարել, որ որևիցե աշխարհի երկրի հետ խզում ենք, պետք է խզենք մեր հարաբերությունները եւ նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլ առհասարակ արտաքին քաղաքական բոլոր հարցերում ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգը մեկն է՝ համագործակցել այն ուժի կամ ուժերի հետ, որոնք կապահովեն իշխանության վերարտադրությունը։ Այն ուժը կապ չունի թե երկրագնդի վրա որ երկիրն է, այդ երկիրը Հայաստանին ոնց է վերաբերվում, այդ երկիրը Հայաստանի հետ ինչ է ուզում անել։ Այն միջազգային ուժը, որը կապահովի իր վերարտադրությունը, իր իշխանության մնալը, նրա հետ ինքը պատրաստ է մի այլ կարգի բարիդրացիական հարաբերություններ պահպանել։ Այնպես որ այո, ոչ մի բան չի փոխվել, Փաշինյանը շարունակում է տերման գալ։ Говорит и показывает Москва. Անցած տարի Փաշինյանը չէր մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին։ Այս տարի ըստ Կրեմլի Հայաստանի վարչապետն ընդունել է Պուտինի հրավերը եւ կմեկնի Մոսկվա։ Այժմ էլ Կիրակի Գյումրիում կայանալիք ընտրությունների մասին թեժացող կրակին 3 յուղ լցրեց քաղաքացիական պայմանագրի թեկնածուն ընդդիմադիրներից մեկին մեղադրելով Թուրքիայի կացության քարտ ունենալու համար, պատասխանը չուշացավ։ Գյումրիում նախընտրական քարոզարշավի վերջին օրերին թեկնածուների իրար ուղղված մեղադրանքներում ավելի ու ավելի հաճախ հնչում են հարևան պետության Թուրքիայի անունը։ 3 իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանն առանց անուն տալու հայտարարեց, որ կուսակցություններից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Ես հայտարարում եմ, այդքան տղա է, քաղաքում բոլորը գիտեն։ Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է քաղաքացիություն ստանալու։ Այնպես որ բոլորի խոսալուն մի հավատը, կիմանաք շուտով։ Այս հայտարարությանն արձագանքեց ընդդիմադիր դեմոկրատական այլընտրանքը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց Թուրքիայի ժամանակավոր կացության 2 քարտերը, որոնց ժամկետները լրացած են։ Երեք Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը մինչև այսօր իրիկուն է, ինքը պետք է տա, այսինքն մինչև այսօր իրիկուն ինքը պետք է պարզաբանե եւ ապացուցե ես դիմել եմ քաղաքացիության։ Եթե չապացուցեց, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսացող մարդ է։ Սարիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, արդյոք իր հայտարարության հասցեատերը հենց Արտյոմ Ղարաղազարյանն էր։ Շատ ողջունելի է, ես նաև ասեմ, որ հալալ է, մարդը տղամարդկություն ունեցե, հրաբարակել է իր Թուրքիայի կացության քարտը, ողջունում եմ, որ տղամարդկություն ունեցել, խոստովանել։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ասում է, եթե ներողություն չլինի, դատարան կդիմեն։ Չէ, օրվա վերջ, եթե Սարիկ Մինասյանը քաղաքացիության մասով ներողություն չխնդրի, դատական կարգով պատասխան կտա, որովհետև կուսակցության հեղինակության հետ էլ է խաղացել։ Բայց իշխանական քաղաքապետի թեկնածուն չի պատրաստվում ներողություն խնդրել։ Ինչ անեմ, լքեմ քաղաքը, ինքնահերկիզվեմ, ինչպես ասում էր Էդմոն Մարուկյանը։ Խնդրեմ, թող իրանք կողմնորոշվեն, դադի տվող են, թե ներողություն մի բանի համար է խնդրում։ Հիմա կներեք, որ ես Թուրքիայի օրենքներին չեմ տիրապետում, հնարավոր է դրանից հետո այլ թիմում պետք է կերի, բայց ընդհանրապես բոլորս տեղյակ են, կացության քարտ, որից հետո հետևում է քաղաքացիություն, ինչպես մեր մոտ է Ռուսաստանի Դաշնությունում է, այդ երկու երկրից տեղյակ եմ։ Թուրքիայի օրենքներին չեմ տիրապետում, ներողություն եմ խնդրում, որ այդ երկրի օրենքներին չեմ տիրապետում։ Թեժ մեղադրանքների առիթ դարձած կացության քարտերը, որոնք հրապարակվեցին, ժամկետները լրացած են։ Արտյոմ Ղարաղազարյանը պնդում է, որ իր այդ քարտով ինքը քաղաքացիություն չի կարող ստանալ։ Այդ թուղթը հնարավորություն չի տալիս, որ ես դիմեմ քաղաքացիության եւ հնարավորություն չի տալիս նաեւ ես օրինական աշխատիմ այնտեղ։ Թուղթը միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալս։ Ղարաղազարյանը նաև հիմնավորեց, թե ինչի համար են իրեն պետք եղել այդ կացության քարտերը, չհերքեց, որ բիզնես ունի հարևան երկրում։ Ես գնացել եմ Թուրքիա, Ռուսաստանի, Ուկրաինայի ու մյուս սովետական երկրների հետ կապեր եմ ունեցել, նաև հմել ունիմ
Ընդեղից ապրանք կուղարկեմ, կարբը կուղարկեմ այդ երկրները։ Չնայած հայ թուրքական կարգավորման բանակցություններին ԿՊ-ի քաղաքապետի թեկնածուն էլ անընդունելի է համարում բիզնես ունենալ մի երկրում, որը 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցություն է ունեցել։ Շտամի երկրում բիզնես են կանում, հետո երբ որ ասում են հարաբերություն ստեղծենք, սահմանը բացենք, կորում են թշնամիներ, դավաճաններ, բայց այդ մարդիկ տարիներով այդ երկրում հարկ են վճարում։ Պատերազմին Թուրքիան ակտիվ անմիջական մասնակցություն է ունեցել եւ իրենց վճարած հարկերով կռվել է մեր դեմ։ Փոխադարձ մեղադրանքներն այսքանով չեն սահմանափակվում, դրանք ավելի շատ անձնական դաշտում են։ Գյումրու ընտրություններին չհասած մյուս Վարդան Ղուկասյանը դոգը ամերիկյան բանտում է սպասում իրավապահների որոշմանը։ Այստեղ Երևանում նրա համակիրները Միացյալ Նահանգների իշխանություններից խնդրում են մի քանի քրեական գործերով անցնող Ղուկասյանին հանկարծ Հայաստան չուղարկել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու դոգմա կանոնով հայտնի նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի մեծ դիմանեկարներով ցույց Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Օվկիանոսից այն կողմ կալանավորված Ղուկասյանի աջակիցները նրա նկատմամբ արդար դատաքննություն են պահանջում։ Ղուկասյանի աջակիցները պնդում են Հայաստանի իշխանությունները նրա նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում ու ընդգծում, եթե ամերիկյան դատարանը որոշի նրան Հայաստան արտահանձնել, նա կարող է անգամ կյանքը կորցնել։ Ես չեմ ուզում, որ իրեն արտահանձնեն Հայաստանին, որովհետև իր կյանքին վտանգ է սպառնում։ Այ հենց դրա համար ու ես միշտ էլ իրան լսել եմ, ճիշտ է իր հայանքները բանը դնենք մի կողմ, բայց այն որ ինքը ազնիվ է, դա միանշանակ։ Վարդանը մեզ պետք է գոնե Ամերիկայից մեզ կառավարի, մեր աչքերը բացի, քանց բերեն այստեղ, ես չգիտեմ Վարդանի հետ ինչ կնի։ Եթե Վարդանի հետ եղավ մի բան, բոլորիս հետ է լինում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հակադարձելով Ղուկասյանի աջակիցների պնդումներին վստահեցրել էր, Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ մեկը հայհոյում է իշխանություններին։ Հայն չէ, քիչ մարդ է հայհոյում։ ԱՄՆ-ի մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Ամերիկյան դատարանը նաեւ պետք է քննի նրան արտահանձնելու Հայաստանի գլխավոր դատախազության 2023-ին ներկայացված միջնորդությունը։ Դոկ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Լաս Վեգասի դատարանն օրերս մերժել էր Ղուկասյանին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Նախկին ռազմական ոստիկանը ճաղերի հետևում է արդեն ավելի քան 30 օր։ Հարգանքներս հարգելի ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, ովքեր որ շարունակում են ինձ աջակցել։ Վարդան Ղուկասյանն օրերս կալանավայրից դիմեց իր աջակիցներին ու իր շուրջ ստեղծված իրավիճակը համեմատեց Թուրքիայում ծավալվող իրադարձությունների հետ, որտեղ նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալությունից հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Մեկ մարդու նման հավաքվում ենք Հայաստանում, Երևանում, ԱՄՆ դեսպանատան առաջ պահանջում ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ, նույնիսկ եմ կրկնում, օբյեկտիվ քննություն Վարդան Ղուկասյանի գործով։ Հետևելով հորդորին նրա աջակիցները այսօր ԱՄՆ դեսպանատան հարակից տարածք էին եկել։ Մենք իր աջակիցներով Վարդանի հետ ենք ու պատրաստ ենք ամեն ինչ անենք, որ մեր կուսակցության ղեկավարը մեր կողքին էլի։ Մենք հարգում ենք Ամերիկայի օրենքները ու վստահ ենք, որ Ամերիկայի արդարադատությունը օբյեկտիվորեն կմոտենա այս հարցին եւ քննություն կանցկացնի ճշտորեն ու մենք չենք կասկածում Ամերիկայի արդարադատությանը։ Մենք չենք ասում հենց այս պահին ազատ արձակել, ոչ, մենք պահանջում ենք արդար դատավարություն, մենք բոլորս եւ մենք շատ ենք, ոչ միայն այսքան հավաքվածները, ռայոններից, գյուղերից եւ բոլոր տեղերից, մենք շատ ենք, հավատացեք։ Նախկին ռազմական ոստիկանի առաջնորդած դոկ կուսակցության նախագահ Անուշ Ղուդավերդյանը պնդում է, Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը կեղծ է։ Վարդան Ղուկասյանի հայաստանյան փաստաբանի փոխանցմամբ հաջորդ նիստը կկայանա ապրիլին։
Երևանում բողոքի ակցիաներ են ընդդեմ ծառահատումների, քաղաքային իշխանությունները պնդում են, որ երկարամյա ծառերն այլևս փրկել հնարավոր չէր, բայց փաստն այն է, որ օրինակ Թումանյան փողոցը ամռան շեմին մերկացել է, նոր ծառերի համար տարիներ կպահանջվեն։ Էկոցիդը ունի նույն կործանարար նշանակությունը, ինչ գենոցիդը։ Այս տարի էլ գարունը սկսվեց ծառահատմամբ։ Երևանի քաղաքապետարանի առջև այսօրվա բողոքի ակցիայի նպատակն էր հասցնել փրկել դեռ չհատված, բայց քաղաքային իշխանության կողմից արդեն իսկ առանձնացված ծառերը։ Որովհետև հաջորդը Ամիրան փողոցն է լինելու, Ավինյանը հասել է Ամիրանին։ Հուդայա ծառերով փոխարինումը միգուցե հնարավոր է դեռ կանխել։ Դրանք վախենում են նորմալ մտածող խղճով մարդկանցից եւ այդ ծառ հատումը դա այդ մարդկանց կոտրելու մի ձև է։ Հենց որ խնդրում եմ, չենք կոտրվում։ Ծառերը նոր բողբոջում էին, սակայն կանաչել չհասցրեցին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու իր աշխատակիցները այլ սցենար էին նախատեսել նրանց համար։ Մի քանի օր առաջ Երևանի կենտրոնի բնակիչները արթնացան սղոցների ձայնից։ Բնությունը ազգություն չի ճանաչում, այսօրվա ակցիայի օտարազգի մասնակիցներն էին ասում։ Օրինակ ուռենի եւ խնձորենի ներկայացող աղջիկներից մեկը ռուս էր, մյուսը ֆրանսուհի։ Իմ բոլոր ընկերները գնացին, ես իմ հերթին եմ սպասում, շատ հուսահատ վիճակ է, վաղը մյուս օրը ինձ էլ կկտրեն։ Դուք գիտեք ես երբ եմ մահանալու, ձեզ չեն ասել։ Ես դեռ խնձորներ ունեմ վրաց, դա լավ է, ինձ չեն կտրի։ Երևի վերջին խնձորենին եմ փողոցի։ Ինչ տխուր է։ Այո, տխուր է։ Ծառից էլ 3 խնձոր չի ընկնի, քանի որ էլ ծառ չկա։ Կենտրոն թավամաս եւ նմանատիպ այլ գրառումներով պաստառները, ելույթները, պերֆորմանսները չհամոզեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկին իջնել եւ պատասխանել ակցիայի մասնակիցներին հուզող հարցերին։ Իրականացվում են կենսունակության ավարտին մոտ գտնվող հիվանդ, ծեր, դեֆորմացված թեղիների փոխարինման աշխատանքները հուդայածառ եվրոպական ծառատեսակով փողոցը փորձում ենք բերել միատարության։ Սա կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության հոակի տնօրեն Արմեն Բեգոյանի բացատրությունն էր ծառահատումից հետո։ Մինչ ոմանք հատումները ծառերի սպանդ են անվանում, քաղաքային իշխանությունը այլ կերպ է բացատրում։ Վատն էին ծառերը, կենսունակության ավարտին մոտ էին։ Որդու բլոճը ծառերի տակ եւ մի 10 օր հետո ծառերի վրա ունենում էինք նույն տեսարանը, ինչ ունեն մենք։ Եթե այսպես պատատվենք եւ նայենք, տեսնում եք ամբողջ, սա էլ է ուռուցք։ Այս ծառը չի, այսի ծառը հենա։ Դուք տեսեք ինչպիսի ուռուցք ունի։ Հիմա կասեք ինչու ենք պահել այս ծառը։ Ծառը պահել ենք միայն մի հանգամանքից ելնելով, որ ստվերը անմիջապես տենց չկտրվի, եթե մեր հանրությունը մի քիչ դրա մասին է մտածում եւ մեր միակ ամենակարևոր մոտեցումը եղել է այս ծառին, որ մենք գտնենք այնպիսի ծառեր, որը մոտակա մի 2-3 տարվա մեջ տապալման վտանգ չունեն։ Բեգոյանը պնդում էր, որ սոսիներին, կաղնիներին ձեռք չեն տալիս, իսկ երևանցիներին թխկիներից փրկել է պետք, հիվանդ են, իսկ ինչու հիվանդին չբուժեցին։ Քիմիական վերգետնյա պայքարը անարդյունք էր ըստ Բեգոյանի։ Բնապահպան ակտիվիստները սակայն իրենց պաստառներով պահանջում էին ծառերը փրկել քաղաքապետարանից եւ հենց Բեգոյանից։ Իրանք մեզ նկարում են մի երկու հատ ծառ փտած։ Քաղաքում լիքը փտած ծառ կա, որը չեն հատում։ Բայց ձեռի հետ էլ հատում են առողջ ծառեր, որ մենք տեսնում ենք, որ առողջ է։ Ես օրինակ այդ ծառերի հետ Աբովյանի վրա այդ գործնուկավոր ծառերը, որ ասում է, այդ թեղիներն են, չէ՞, սև ծառերով։ Ես հիշում եմ, որ հետևը պահկվում էի, որ հայրս ինձ տուն չտանի։ Ամեն մեկը մի հիշողություն ունի, ճիշտ է։ Այս ամբողջը պետական հանցագործության ուղին բռնած մարդկանց պաշտոնյաների գործ է։ Օրինակ, կխնդրեմ պարոն Ավինյանին, օրվա մեջ 2 անգամ փողոցը անցնի, ընդերից ընդեղ, ու արևի տակ կանգնի, տեսնի ինչա կատարվում իր հետ ու անցնում ասենց։ Այս ցախավելները, որ ծնգած են, դրա տեղը կարող լիներ կամար, կանաչապատ, այդտեղ կարող լիներ ծառեր, մարդ անցնելուց հաճույք ստանալ։ Այս ուղղակի ծառհատում չի, սա ձեր պատմությունն է, որը հատվում է։ Ոչնչացվում է քաղաքի բնաէկոլոգիական կմախքը, ինչը վերականգնելը չափազանց բարդ է լինելու, պնդում էին բնապահպան ակտիվիստները։ Ոչ մի ռեֆորմ էլ հեշտ չի ընդունվում, քաղաքապետարանի պատասխանն է։
Միջազգային լրահոսից 3 ամբողջ օրը բանակցելով ռուսների հետ ամերիկյան պատվիրակությունն այսօր հանդիպել է Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Ըստ Վաշինգտոնի նախապատրաստվում է եռակողմ հայտարարություն, թեև կողմերը բոլորը միասին մեկ սեղանի շուրջ չեն նստել, ամերիկացիները առաջընթաց տեսնում են։ Ռուսներն էլ հանդիպումը օգտակար են որակում։ Ռազմաճակատում սակայն դրությունը նույնն է, հրադադար չի հաստատվում։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան վերջին 3 օրվա ընթացքում այսօր երկրորդ հանդիպումն են անցկացրել։ Սպիտակ տունը ամփոփելով այդ հանդիպումը հայտարարել է, Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովում ապահովել անվտանգ նավարկություն, վերացնել ուժի կիրառումը եւ կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է ռազմագերիների փոխանակման, կալանավորված խաղաղ բնակիչների ազատ արձակման եւ բռնի կերպով տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձին օգնելու հարցերում։ Կողմերը նաեւ պայմանավորվել են միջոցներ մշակել իրականացնելու նախագահներ Թրամփի եւ Զելենսկու միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, արգելելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելը։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին եւ Ուկրաինային վերահաստատել է, նախագահ Թրամփի համար հրամայական է, որ ռուս-ուկրաինական հակամարտության երկու կողմերում էլ սպանությունները դադարեն, որպես կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ քայլ։ Այդ նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի միջնորդ լինել կողմերի միջև խաղաղ կարգավորման հասնելու համար, հայտնում է Սպիտակ տունը։ Երեկ էլ Ռիադում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն էին 12 ժամից ավելի բանակցել, սակայն արդյունքում այդպես էլ որևէ կոնկրետ համաձայնության մասին չհայտարարվեց։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ քննարկվելու են Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման եւ էներգետիկ օբյեկտներին 30 օր չհարվածելու ամերիկյան առաջարկը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին բանագնացները զեկուցել են Վաշինգտոնին եւ Մոսկվային, որտեղ ստացված տեղեկությունները վերլուծվում են։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ բանակցությունների բովանդակությունը չի հանրայնացվի։ Խոսքը տեխնիկական բանակցությունների մասին է, շատ մանրամասներով, ուստի իհարկե այս բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի։ Նման բան սպասել պետք չէ։ Ռիադում ռուսական պատվիրակության անդամ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն այսօր 10-ին ասել է, որ երեք քննարկել են շատ հարցեր, թեև ոչ բոլորի շուրջ են համաձայնել։ Բանակցությունները ըստ նրա հեշտ չէին, բայց օգտակար էին երկու կողմերի համար էլ։ Կարասինը հավելել է, որ լրացուցիչ քննարկումներին կներգրավի նաև միջազգային հանրությունը։ Ամեն ինչ քննարկվել է, կշարունակենք դա անել ներգրավելով միջազգային հանրությանը, առաջին հերթին ՄԱԿ-ին եւ առանձին երկրների։ Ընդհանուր առմամբ կառուցողական երկխոսության տպավորություն ունեմ, ինչը հարկավոր է եւ անհրաժեշտ։ Դրանով հետաքրքրված են նաեւ ամերիկացիները։ Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին այսօր հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման նոր գործարք կնքել, պայմանով, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահին կկարգադրի հարգել պայմանավորվածությունները, քանի որ Զելենսկուն իրենք չեն վստահում։ Այդ մարդու խոսքին մենք չենք հավատում, մեզ հստակ երաշխիքներ անհրաժեշտ կլինեն, եւ ինձ թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները ստացել են այս ազդակը։ Договоренности просто с Киевом, гарантии могут быть исключительно результатом приказа из Вашингтона. Ուկրաինայից դեռ չեն արձագանքել Մոսկվայի հայտարարություններին, մինչ այդ ուշ երեկոյան նախագահ Զելենսկին անդրադառնալով Ռիադի բանակցություններին հայտարարել էր, որ անհրաժեշտ է տեղաշարժ դեպի իրական խաղաղություն, դեպի երաշխավորված անվտանգություն։ Нам потрібен рух до реального миру. Սա անհրաժեշտ է բոլորին, Ուկրաինայում, Եվրոպայում, Ամերիկայում եւ աշխարհում բոլոր նրանց, ովքեր միջազգային հարաբերություններում կայունության են ձգտում։ В Америці, усім в світі, хто хоче. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն իր հերթին այսօր ասել է, որ Ուկրաինան անվերապահորեն աջակցում է նաև ամբողջական հրադադարի գաղափարին։ Մենք լիովին աջակցում ենք դրան, մեզ անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դրան համաձայնի, ասել է Օքսանա Մարկարովան։ Ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց Լուգանսկում հրետանու հարվածից երեք սպանվել է երկու լրագրող եւ նրանց վարորդը, ինչի համար Մոսկվան մեղադրել է Կիևին։ Ռուսական հրթիռի հարվածից Սումիում վիրավորների թիվը հասել է 100-ի։ Հարձակումները շարունակվել են նաև այսօր։ Ռուսաստանը Ուկրաինային մեղադրել է էներգետիկ օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մեջ։ Թուրքիայում բողոքի ալիքը չի մարում, չնայած ոստիկանական կոշտ ուժին։ Ստամբուլի քաղաքապետի կալանավորումից հետո սկիզբ առասցույցերը վերաճել են իշխանափոխության պայքարի։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը ներքին ընտրությունների արդյունքների հիման վրա բանտարկված Էքրեմ Իմամօղլուին նախագահի թեկնածու է հռչակել, պահանջելով արտահերթ ընտրություններ։
Թուրքական ոստիկանությունը շարունակում է ուժ կիրառել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու պահանջով փողոց դուրս եկած ցուցարարների դեմ 6-րդ գիշերն անընդմեջ թուրք իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռետինե գնդակներ էին կիրառում, չնայած դրան թե Ստամբուլում եւ թե Անկարայում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չէր նվազում։ Էրդողան, ցույցերի առաջին օրը դու ասում էիր, երկրորդ օրը դրանց մասնակիցների թիվը կնվազի, երրորդ օրն էլ ակցիաները ընդհանրապես կմարեն։ Մեկ շաբաթ է անցել եւ ինչպես երիտասարդներն են ասում, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի այս հայտարարությանը թուրքական իշխանությունները պատասխանեցին նոր կոշտ քայլերով։ Անցած գիշեր ոստիկանները երկրով մեկ ընդդիմության եւս 43 աջակիցների ձերբակալեցին սոցիալական ցանցերում նախագահ Էրդողանին քննադատելու համար։ Թուրքական կառավարության անդամները երկրում ծագած ներքաղաքական ճգնաժամը քննարկեցին երկուշաբթի երեկոյան։ Մի քանի ժամ շարունակված նիստի ավարտին Թուրքիայի նախագահը մեկ անգամ եւս հայտարարեց իշխանությունները որևէ զիջման չեն գնալու։ Vandalların saldırılarında yaralanan polislerimizin Ոստիկանների ստացած վնասվածքների, ջարդուփշուր արված ցուցափեղկերի եւ միլիարդավոր լիրաների վնասի միակ պատասխանատուն գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, որի հնչեցրած կոչերի հետևանքով են մարդիկ փողոց դուրս եկել։ ve şürekası. Էրդողանն իր ելույթում նաև նշում էր, որ թեև ընդդիմադիր ժողովրդի հանրապետականին հաջողվել է մեծածավալ ակցիաներ կազմակերպել, ինքը իշխանությունը հենց այդ կուսակցությանը երբեք չի զիջի։ Son 5 gündür tanık olduklarımız bize şu gerçeği Վերջին 5 օրերի իրադարձությունները մեկ անգամ եւս եկան ապացուցելու, որ թուրքական ընդդիմությունը չափազանց թույլ է, գաճաճ ու պարզունակ։ Նրանք ոչ երկիրն են ի վիճակի կառավարել, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ նույնիսկ փոքրիկ մի ճաշարան։ teslim edilmeyeceği tekrar ortaya çıkmıştır. Ներքաղաքական ճգնաժամի ճակերտավոր մեղավորն Էքրեմ Իմամօղլուն դատարանի երեկվա որոշումից հետո տեղափոխվել է Թուրքիայում խոշորագույնը համարվող Սիլիվրիի բանդ։ Կարար պարբերականի տեղեկություններով Իմամօղլուն 15 քառակուսի մետր տարածքով մենախցում է պահվում։ Այստեղ առկա հարմարություններից թուրքական մամուլը հիշատակում է միայն հեռուստացույցը։ Ճիշտ է, այդ հեռուստացույցը բացառապես պետական ալիքներ է ցուցադրում, գրում են թուրք լրագրողները։ Այսօր առավոտյան Իմամօղլուին, ինչպես նաև նախորդ ամիս ձերբակալ երկու ընդդիմադիր թաղապետերին բանտում այցելեց ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։ Մոտ 2 ժամ շարունակված հանդիպման ավարտին Օզելը հայտարարեց, թե ժողովրդավարության հետընթացը Թուրքիայում իր մոտ ամոթի զգացում է առաջացնում։ Ձերբակալված կուսակիցներին էլ համեմատեց մեջբերում բանտարկված առյուծների հետ։ 3 tane aslanla görüştüm. Aslanlar gibiler, aslanlar gibi. Մի քանի ժամից թուրքական ընդդիմության աջակիցները նորից կհավաքվեն Ստամբուլի Սարաչանե թաղամասում գտնվող քաղաքապետարանի շենքի առջև։ Ժողովրդի հանրապետական կուսակցության ղեկավարների խոսքով, սակայն սա այս ֆորմատով կազմակերպվող վերջին հանրահավաքը կլինի։ Վաղվանից ցույցերը թեև չեն դադարի, սակայն կտեղափոխվեն քաղաքի այլ հատվածներ։ BBC-ի թուրքական ծառայության փոխանցմամբ այս քայլին ընդդիմությունը դիմում է ոստիկանական հատուկ գործողության մտավախությունից ելնելով։ Բացի այդ, ընդդիմադիրները չեն ցանկանում, որ իշխանությունները հանկարծ հայտարարեն, թե ժողովրդի հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիաներով միտումնավոր կերպով կաթվածահար է անում քաղաքապետարանի աշխատանքը։ Հակառակը, ընդդիմությունը ցանկանում է անել հնարավորը քաղաքային իշխանության բնականոն աշխատանքը ապահովելու համար, նույնիսկ առանց ընտրված քաղաքապետի։ Վաղն արդեն Ստամբուլի քաղաքային խորհուրդն արտահերթ նիստ գումարի ժամանակավոր քաղաքապետ ընտրելու նպատակով։ Իսրայելական հարվածների հետևանքով գիշերը Գազայի հատվածում 23 մարդ է սպանվել, ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր մեկ շաբաթում Գազայում ավելի քան 730 մարդ է մահացել։ Իսրայելը պահանջում է անհապաղ ազատ արձակել 58 պատանդներին, Համասը պնդում է միայն այն դեպքում, եթե լիակատար հրադադար հաստատվի ու Իսրայելի զորքերը դուրս գան Գազայի հատվածից։
Երեք նշանակված դատական նիստին ընդառաջ Միացյալ Նահանգների գլոբալ մեդիայի գործակալությունը պարտավորվել է Ազատությանը փոխանցել մարտի 1-ից 14 ընկած ժամանակահատվածի համար կոնգրեսի տրամադրած դրամաշնորհը։ Ազատություն ռադիոկայանը շարունակում է նաև քայլեր ձեռնարկել այս տարվա հոկտեմբերին ավարտվող դրամաշնորհային միջոցները վերականգնելու ուղղությամբ։ Դատարանի որոշումն ակնկալվում է առաջիկա շաբաթներին։ Նախագահ Դոնալդ Թրամփն է դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրել, ինչից հետո Ազատություն ռադիոկայանի դրամաշնորհը դադարեցվել է։ Սկանդալի կենտրոնում են հայտնվել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում փոխնախագահն ու պաշտպանության նախարարը։ 3 Ատլանտիկ ամսագրի խմբագիրը հոդված էր հրապարակել, թե ինչպես է ինքը հայտնվել Սիգնալի գաղտնի խմբում, որտեղ ամերիկացիները Եմենի հութիների դեմ ռազմական գործողություններն են ծրագրել։ Աշխարհի գերտերության Ամերիկայի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի ծրագրերը քննարկում է Սիգնալ հավելվածի չաթում, ընդ որում արտառոց պատմությունն այսքանով չի ավարտվում։ Ատլանտիկ ամսագրի խմբագիրը պնդում է, Ամերիկայի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը սխալմամբ նաև իր անունն է ավելացրել այդ խմբում, որտեղ բարձրաստիճանները ռազմական խիստ գաղտնի տեղեկություններ էին քննարկում։ Պատմությունը ըստ Ատլանտիկի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգի սկսվել է ուղիղ 2 շաբաթ առաջ, երբ Սիգնալ հավելվածով իրեն գաղտնագրված խմբի միանալու հրավեր է ուղարկվել Մայք Ուոլց անունով օգտատիրոջ կողմից, ով ենթադրաբար Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդականն է։ Աշխարհը մարտի 15-ին միայն իմացավ, որ Միացյալ Նահանգները ռմբակոծել է Իրանի աջակցությունը վայելող հութիների թիրախները Եմենում, մինչդեռ ես առաջին ռումբերի պայթյուններից 2 ժամ առաջ դեռ գիտեի, որ հարձակում է լինելու, գրում է Ատլանտիկի խմբագիրը մանրամասնելով։ Հարձակումից ժամեր առաջ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Սիգնալի չաթում արդեն ներկայացրել էր պատերազմի ծրագիրը, այդ թվում ճշգրիտ տեղեկություններ փոխանցել օգտագործվելիք զինամթերքի, թիրախների եւ ժամկետների մասին։ Ըստ լրագրողի Հեքսեթից եւ Մայքլ Ուոլցից բացի այդ խիստ գաղտնի տեղեկությունների քննարկմանը մասնակցել են նաեւ այլ օգտատերեր, որոնց անվան սկզբնատառերը համընկնում են պետքարտուղար Մարկ Ռուբիոյի, փոխնախագահ Ջեյ Վենսի եւ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդի հետ։ Վենսը ինչ-որ պահի անգամ հարց է բարձրացրել. արդյոք Միացյալ Նահանգների եվրոպացի դաշնակիցները, որոնք ավելի շատ են տուժում Կարմիր ծովում բեռնափոխադրումները տապալող ահաբեկիչների հարվածներից, արժանի են ամերիկյան օգնությանը։ Հեքսեթ անունով օգտատերը արձագանքել է. փոխնախագահ, ես էլ եմ քեզպես զզվում եվրոպացիների ձրիակերությունից։ Շատ խղճուկ են։ Հոդվածի հրապարակումից հետո նա պնդել է ոչ չաթից է տեղյակ, ոչ էլ դրա խիստ գաղտնի մանրամասներից։ Որևէ մեկը պատերազմի ծրագրերը չի տարածել, սրանից ավելի ասելու բան չունեմ։ Պենտագոնի ղեկավարը այդպես էլ չի արձագանքել լրագրողների հարցին, ինչու են Ամերիկայի անվտանգության համար խիստ գաղտնի տեղեկությունները փոխանցվում մասնավոր հավելվածով, կամ ինչպես է լրագրողի անունն այդ խմբում ավելացվել։ Փոխարենը լրագրողի հասցեին է կշտամբակներ շռայլել։ Դուք խոսում եք մի սուտասան եւ ծայրաստիճան վարկաբեկված այսպես կոչված լրագրողի մասին, ով իր կարիերան արել է ստեր տարածելով։ Սա մեկն է, ով աղբ է վաճառքի հանում։ Սպիտակ տան ղեկավարը եւս պնդել է, թե տեղյակ չէ, ինչպես է Հեքսեթի բնորոշմամբ վարկաբեկված լրագրողը տեղեկացել հութի ահաբեկիչների դեմ Ամերիկայի մոտալուտ հարձակման մասին։ Լրագրողների ուղիղ հարցինի պատասխան Դոնալդ Թրամփը նախընտրել է կենտրոնանալ ռազմական գործողության հաջողությունների վրա։ Ես այդ մասին որևէ բան չգիտեմ։ Ես The Atlantic-ի մեծ սիրահար չեմ։ Ինձ համար դա մի ամսագիր է, որ շուտով պետք է փակվի։ Դա մի առանձնապես ամսագիր էլ չէ։ Ասում եք ինչ են արել։ Օգտագործել են Սիգնալը խիստ գաղտնի տեղեկատվություն համակարգելու համար։ Ինչի մասին են խոսել։ Հութիների։ Նկատի ունեք հութիների վրա հարձակման։ Այո։ Ուրեմն պետք է ասեմ, որ այդ հարձակումը շատ արդյունավետ էր։ Ձեր ասացի մասին ոչինչ չգիտեմ։ Առաջին անգամ եմ լսում։ Այս հերքումներին հակառակ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզն ընդունել է, որ Սիգնալի զրույցը ըստ երևույթին իրական է, հավելելով անվտանգության խորհուրդը քննում է, ինչպես է լրագրողն այդ խմբում ներառվել։ Այսքանը օրվա մյուս լուրերին ծանոթանալու համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում եւ այցելեք մեր կայքը azatutun.am կհանդիպենք։